Հարգելի հետևորդներ, ողջույն, այսօր շատ համեղ դդմիկով կոտլետ ենք պատրաստելու, կիսվելու եմ մի շարք գաղտնիքներով, որոնք ձեզ պետք է օգնեն պատրաստման մեջ։ Դդմիկով կոտլետի համար մեզ անհրաժեշտ է լինելու իհարկե դդմիկ, վերցրել եմ մոտ 2 կիլոգրամ, ալուր, խառը կանաչի, որը իր մեջ ներառում է մաղադանոց, մի փոքր սամիտ, նաև կանաչ սոխ եմ վերցրել, իհարկե թարմ համ եմ, մեկ հատ մեծ այսպիսի թարմ սխտոր, որի կեսը պետք է կիրառենք կոտլետի մեջ, մյուս կեսը պետք է կիրառենք սոուսի մեջ հատուկ, ես իհարկե կցուցադրեմ, մեզ նաև անհրաժեշտ է ձու 3 հատ, սև կարմիր պղպեղ, համեմիաղացած սերմ եւ աղ եւ իհարկե բուսայուղ։ Այսպես վերցնում ենք հիմա դդմիկը, կան խոսակցություններ, որ դդմիկը պետք է գեղևահան անել նախ քերելուց առաջ, ես այդպես իհարկե չեմ անում, դա անիմաստ է, սակայն եթե գեղևի վրա մենք կտեսնենք նմանատիպ հետքեր, ինչ-որ հոսիկներ կամ եւ այլն, պարզապես կամ դանակի կամ հատուկ սարքի միջոցով հեռացնում ենք այդ հատվածները, այսպես, եւ անցկացնում ենք քերիչով, խոշոր անցքերով քերիչով եմ անցկացնելու, միանգամից ափսեի մեջ կանցկացնենք, որպեսզի լինի էլ ավելի հարմար, այսպես, իհարկե նախորոք լվանում ենք դդմիկները։ Հաջորդ քայլով դդմիկներին ավելացնում ենք մի փոքր աղ, այսպես, բավական է, շատ պետք չի, եւ լավ խառնում ենք այսպես առայժմ ու դնում ենք մի կողմի վրա 10-15 րոպեով առավելագույնս։ Հարգելի ընկերներ, պատրաստում ենք սոուսը, որի համար մեզ անհրաժեշտ է լինելու սովորական թթվասեր, սխտորի կեսը, կանաչ սոխ եւ ինչպես նաեւ ռեհան, տեսեք թարմ ռեհան, նաեւ թարմ համեմ կամ մաղադանոց եւ կարծես թե վերջ, կարող եք փոխարինել նաեւ սամիթով կամ ավելացնել սամիթ, ինչպես կցանկանաք։ Այժմ հեռացնում ենք մաղադանոցից պոչերը եւ այս ամենը շատ մանր կտրատում ենք։ Շատ արագ պատրաստվող եւ անչափ համեղ սոուս ենք ստանալու։ Ավելացնում ենք թթվասերին միանգամից, սոխը նույնպես կտրատում ենք շատ մանր և ավելացնում ենք նույնպես թթվասերին, որից հետո սխտորը կբաժանենք երկու ոչ հավասար մասի, փոքր մասը մենք հիմա կկիրառենք սոուսի համար, անցկացնում ենք հատուկ քերիչով, այսպես, ավելացնում ենք, այժմ այս զանգվածին ավելացնում ենք մի փոքր կարմիր պղպեղ, մի փոքր սև, համեմիաղացած սերմ, մի խոսքով բոլոր համեմունքները, որոնք կան մեր սեղանին, աղ ենք ավելացնում, շատ պետք չի, վերջ, ավելացնում ենք նաև մի փոքր բուսայուղ, մոտ 1 ճաշի գթալ, ոչ ավել, եւ շատ լավ խառնում ենք ու սոուսը արդեն համարվում է պատրաստ, դնում ենք այն առայժմ սառներան, իհարկե, եւ վերջ, բավական է։ Եվս մեկ կարևոր բան ասեմ, երբ 10-15 րոպեով մենք դնում ենք արդեն քերիչով անցկացրած դդմիկը հանգստանալու, պետք է անընդհատ մոտ 3-4 րոպեն մեկ այսպես ուժեղ կերպով գթալով սեղմելով դդմիկին լավ խառնենք, որպեսզի այն արտազատի հեղուկը, այսպես, եւ հիմա արդեն ժամանակն է անցնելու հաջորդ գործողությանը, դրա համար մեզ անհրաժեշտ է եւս մեկ մաքուր տարա, տեսեք որքան հեղուկ է արտադրվում արդեն հիմա, կարծում եմ ցույց կտա տեսախցիկը, տեսնում եք, ահա, վերցնում ենք հիմա դդմիկից այսպես ձեռքերով, տրորում ենք, որպեսզի ամբողջ հեղուկը դուրս գա, այսպես, եւ արդեն ջրքանված դդմիկը տեղափոխում ենք սովորական մյուս ափսեի մեջ։ Տեսեք, հավաքված հեղուկը, տեսնում եք,
Բառիս ուղի իմաստով դդմիկի կեսը ուղիղ հեղուկն է կազմել, տեսեք թե որքան շատ հեղուկ է հավաքվել, սա մենք թափում ենք, այն մեզ անհրաժեշտ չի։ Այժմ արագ կերպով քերում ենք սխտորի մյուս հատվածը, ավելացնում ենք, արագ կերպով կտրատում ենք կանաչին, հեռացնում ենք պոչի հատվածները նախ եւ առաջ, իսկ այս հատվածը շատ մանր կտրատում ենք։ Ավելացնում ենք դդմիկին ևս, մանր կտրատում ենք սոխը, ավելացնում ենք ընդհանուր զանգվածին, այսպիսով դուք նկատում եք, որ կանաչին ես օգտագործել եմ բավականաչափ շատ, նույնիսկ նորմայից շատ, որովհետև մի գաղտնիքով կիսվեմ, որքան կանաչին լինի շատ, այնքան ուտեստը կլինի էլ ավելի բուրավետ, էլ ավելի համեղ, այնպես որ նույն բանը խորհուրդ եմ տալիս նաև ձեզ։ Կանաչին երբեք շատ չի լինում, սա ձեզ որպես խորհուրդ։ Ավելացնում ենք բոլոր համամունքները եւ աղը, ավելացնում ենք ձուն, տվյալ քանակության համար վերցրել եմ 3 ձու, որովհետև երկուսը կարող է նույնիսկ քչություն անել, եւ նախնական հիմա մենք կավելացնենք եւս 1 բուռ աղ, որովհետև աղը ակնհայտ քիչ կարող է թվալ, այսպես բավական է։ Ավելացնում ենք նախնական 4-5 ճաշի գթալ ալյուր, այսպես։ Խոսում եմ ալյուրի մասին, շատերի մոտ սա մեծ հարց է առաջացնում, թե որքան ալյուր է պետք ավելացնել դդմիկով կոտլետ պատրաստելու համար։ Ավելացնում եք շատ քիչ նախնական եւ խառնում եք։ Մեզ անհրաժեշտ է լինելու չծորացող, շատ թեթևակի մի պնդոտ զանգված, մի պնդոտ խմոր, այսպես կանվանեմ, որը պետք է ունենա կպչունություն եւ պետք է ունենա ձև արդեն տապակելու ժամանակ, ամբողջ իմաստը դա է, եւ քիչ-քիչ կարող ենք ավելացնել այնքան ալյուր, մինչև ստանանք մեր համար նախընտրած թանձր զանգվածը։ Շատ լավ այսպես խառնում ենք մի քանի րոպե։ Հիմա այսպես տեսեք, վերցնում ենք գթալով եւ ակնհայտորեն տեսնում ենք, որ մենք չունենք որևէ պինդ զանգված առայժմ, ուստի ավելացնում ենք եւս, կարծում եմ 3 ճաշի գթալ ալյուր եւ շարունակում ենք լավ խառնելը։ Այսպես շարունակ, մինչև ստանանք մեզ անհրաժեշտ բավականին թանձր զանգվածը, որը պետք է հետագայում արդեն տապակվելիս ձեռք բերի կոտլետի տեսք։ Եվ իհարկե շրջելուց դեպի հակառակ կողմը պետք է չփշրվի։ Ամբողջ իմաստը սա է։ Ստուգում ենք եւս մեկ անգամ։ Տեսնում եք, արդեն ավելի դժվար է գթալից պոկվում խմորը, ավելի ստույգ այս զանգվածը, սակայն դեռ այն չի հասել համապատասխան մակարդակի։ Ես կավելացնեմ եւս 3 ճաշի գթալ ալյուր եւ ավելացնենք եւս 1 ճաշի գթալ եւ արդեն միանշանակ բավական է։ Լավ թող լինի երկուսը։ Ես խնդրում եմ որևէ մեկին չմտածել, թե այս չափ ալյուրը շատ է լինելու, ընդհանրապես շատ չէ, որովհետև սա նորմա է դդմիկով կոտլետների համար, այնպես որ խնդրում եմ չանհանգստանալ, այսպես ալյուրը լիովին արդեն բավական է, սա ես ասում եմ 100%-ով, զանգվածը ձեռք է բերել կպչունություն, ձգողականություն, տեսեք, հենց սա էլ մեզ անհրաժեշտ է։ Ընդհանուր առմամբ կիրառեցինք 8-ից 10 ճաշի գթալ ալյուր 2 կիլոգրամ դդմիկի համար։ Թողնում ենք հիմա այս զանգվածը մոտ եւս 10 րոպե, ինչու, որովհետեւ ինձ անհրաժեշտ է, որ միջի այս ալյուրը, որը միախառնվել է հեղուկի հետ, էլ ավելի թանձրանա, դրա համար պետք է ժամանակ, 10 րոպե անց մենք արդեն կարող ենք մոտենալ կրակին եւ պատրաստել հրաշալի կոտլետները։ Պատրաստվող թավայի մեջ լցնում ենք բավականաչափ մեծ քանակությամբ բուսայող, այսպես։ Ասեմ, որ բուսայողը տապակվելու ընթացքում անդադ պետք է թարմացնել։ Որից հետո վերցնում ենք արդեն հանգստացած զանգվածը, այսպես մի փոքր խառնենք, ամեն ավելացնելուց առաջ խառնում ենք, այսպես։
Վերցնում ենք 1 կամ 2 ճաշի գթալ միջուկից ըստ ցանկության։ Ես երկուսն եմ ավելացնում, որովհետև մեծ չափսի կոտլետներ եմ ուզում ստանալ եւ միանգամից այսպես տալիս ենք գեղեցիկ կլորավուն կոտլետի տեսք, այսպես։ Դուք կարող եք ավելացնել իհարկե 1 ճաշի գթալ կամ ըստ ցանկության, նայած թե ինչ չափսի կոտլետ եք ցանկանում ստանալ։ Այժմ մենք կփակենք կափարիչով եւ առատ բուսաեղի ներքո, մինիմալ կրակի ներքո կտապակենք յուրաքանչյուր կողմից 6-7 րոպե կարծում եմ։ Հարգելի ընկերներ, նաև ասեմ ինչու ենք մենք տապակում փակ կափարիչի ներքո, որովհետև այս պարագայում եփվում է ոչ միայն ներքևի հատվածը, այլ նաև կոտլետի վերևի հատվածը, եւ եթե ես հիմա բացեմ կափարիչը, տեսեք, վերևի հատվածից մենք կտեսնենք, որ բոլոր կոտլետների վրա պղպջակներ են առաջանում, այսպիսի բլբլթոցներ փոքրիկ, դա նշանակում է, որ միջի հատվածում նույնպես գնում է եփվելու process-ը, սա այն է, ինչ մեզ անհրաժեշտ է։ Հիմա մենք նկատում ենք, որ արդեն կոտլետի ներքևի հատվածում կողքերից կարմիր շերտեր են առաջացել, դա նշանակում է, որ կոտլետը կարմրում է։ Հիմա ժամանակն է շրջելու արդեն հակառակ կողմի վրա։ Շատ զգուշ ենք անում այս գործողությունը։ Վերցնում ենք 2 հարմար գթալ, վերցնում ենք կոտլետը, տեսեք ինչ կանգուն է ստացվել եւ արագ կերպով շրջում ենք մյուս կողմի վրա, այսպես։ Հիանալի է, փակում ենք կափարիչով, եփում ենք եւս 4-5 րոպե, որից հետո արդեն թեթևակի կարմրացնում ենք յուրաքանչյուր կողմից 1-2 րոպե եւ կոտլետը պատրաստ է։ Անցավ եւս 5 րոպե, շրջում ենք եւս մեկ անգամ, որովհետեւ հիմա արդեն կարմրեցնելու process-ն է։ Կշրջենք այսպես եւ եւս կրկնում եմ 1-2 րոպե, կարմրեցնելու համար է մեզ անհրաժեշտ, այսպես, տեսեք, որքան լավ է կարմրել մի կողմից, արդեն այս մեկը շատ գեղեցիկ է։ Ահա այսպես, ասեմ, որ կարմրեցնելու process-ի ժամանակ դուք կարող եք մի փոքր կրակը բարձրացնել, որպեսզի այն շուտ կարմրի, նույն գործողությունը կատարում ենք մնացած բոլոր կոտլետների հետ։ Կհանդիպենք արդեն պատրաստ լինելու պես։